Տատ հասկանում եմ, որ պապան հիմա այնտեղ նեղված է, բայց պատկերացնում ես, որ իմանա քեզ վատ ես զգում, ավելի վատ կզգա իրեն, չէ՞։ Ախ Տեր Աստված, բան չեմ ուզում, մենակ տեսնեմ Տիգրանս ոնց հոտում գալիս, բան չեմ ուզում։ Տատ։ Լավ տատ, հիմա անպայման պետքա մի բան ուտես։ Պապան կգա շուտով, ամեն ինչ լավ կլինի, լավ։ Տատ էլ չգիտեմ քեզ ոնց համոզեմ, որ մի բան ուտես։ Տատ։ Շատ զբաղված եք։ Հա, Նարեկ։ Շատ գործ կա։ Ինչ ա եղել։ Կարևոր գործ կա։ Ինչ գործ։ Ընկերության հետ ա կապված, ան քեզ են կանչել, պետքա գաս ու ստորագրես։ Ինչ ստորագրամ։ Դե մի քանի թղթեր կան, պետքա ստորագրես։ Նարեկ քեզ են կանչել։ Ինչ թղթեր պետքա ստորագրի։ Չգիտեմ, բայց պետքա գաս, ան կարևոր է շատ։ Դե լավ, եթե պետքա կգամ։ Ես քեզ կտամ։ Լավ։ Ան կգաս միասին գնանք կանք։ Ուղղակի ես հիվանդանոց պետքա գնամ։ Ոչինչ, մեզ հետ արի, հետո կգնաս հիվանդանոց, հա։ Արի հետո միասին հետ կգանք։ Լավ, ուրեմն պայուսակս վերցնեմ գնամ։ Լավ։ Մեցինք։ Եթե անգամ մայրս ծանր վիճակում լինի, ինչ էլ որ եղած լիներ Սիմոնյանը կգար, այո, հաստատ, անգամ եթե մորս հետ վատ բան պատահած լիներ, Սիմոնյանը կգար, ուրեմն իմ գործերի հետ է խնդիրը, իրևի ավելի է բարդացել վիճակը, այո, ես պետք է այդպես մտածեմ, թե չկխելագարվեմ, ես չեմ կարող մտածել, որ մայրս լավ չի, կամ որ ոչ, չի կարող նման բան լինել, չի կարող։ Արի, ինչ լավ է, որ եկար։ Այ, տանը սիրտս պայթում էր։ Սպաս ես տնեմ ես։ Ոնց ես։ Ոնց պիտի լինեմ, Սուսան ջան։ Տեսնում ես, ես էլ չեմ կարողանում դուրս գամ։ Գուգոն էստեղ այրախեն տանը։ Գիտեմ։ Ես էլ չեմ կարողանում գամ քեզ օգնեմ, այնքան խառն եմ։ Ինչ է եղել։ Ոչ մի բան։ Ուշքում միտքս ուղղակի Մարիաննան է։ Բայց Մարիաննան էստեղ էր շատ ուրախ էր։ Ալլա։ Գիտեմ, Սուսան, դու անհանգստանում ես, բայց պետք չի վատ տրամադրվել։ Տեսար Մարիաննան բաժանվում էր, ուզում էր բաժանվել, բայց միացան, հիմա երջանիկ են։ Միացան ու երջանիկ են։ Սուսան, Մարիաննան երջանիկ է։ Դու միշտ կարողացել ես ինձ հանգստացնել։ Գիտես ինչ, գնա, տես երեխեք ինչով են զբաղված, ինչ են անում, օգնի, այդ ժամանակ հանգիստ կլինես, չես մտածի Մարիաննայի մասին։ Չեմ կարողանում ալա։ Որոշում եմ անընդհատ, ասում եմ լավ, կգնամ իրենց տուն, բայց չի ստացվում։ Սուսան, քո երեխու երջանկության համար ամեն ինչ պիտի անես, մոռացի ամեն ինչ, մոռացի, կտեսնես ամեն ինչ լավ կլինի, եթե սիրում են երեխեքը, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, շատ լավ ընտանիք կլինի, ինչի ես նեղվում։ Չգիտեմ, հուսով եմ ճիշտ ես։
Ես էլ քեզ ուզում զանգեի։ Ցուրտ արի նստենք ավտոն։ Չէ, տաքսի եմ զանգել։ Այսինքն Արի չձգձգենք այս պատմությունը, լավ։ մի հատ ուշքի արի, հանգստացի։ Ես հանգիստ եմ։ Ինչ է նշանակում տաքսի եմ զանգե։ Այն է նշանակում, որ ես չեմ ուզում գամ քեզ հետ։ Քել առաջ անցի նստի ավտոն։ Գիտես, մեր հարաբերությունները շատ արագ զարգացան։ Ամեն ինչ այնքան արագ ստացվեց։ Ես նույնիսկ չհասկացա, թե մենք երբ հասանք նրան, որ դու ինձ ամուսնության առաջարկություն ես անում։ Մի շաբաթ հետո։ Ինչն է պրոբլեմը։ Պրոբլեմ չկա։ Բա ինչ ես ասում։ Ես չեմ ուզում։ Ինչ։ Ես չեմ ուզում, որ ամուսնանանք։ Կներես։ Լսի ուշադիր ինչ եմ ասում։ Հենց մի նստում ենք ավտոն ու կհասկանանք այդ ընթացքում իրար։ Ոչ։ Չես հասկանում։ Այն ինչ որ պետք է ասեի, արդեն ասել եմ քեզ։ Լսի Սարա, եթե մտածում ես ամուսնության համար շուտ է, կսպասենք։ Ոչ, ասում եմ, դու ինձ չես հասկանում, չեմ հասկանում։ Քեզ է թվում։ Լսի, ես քեզ չեմ սիրում։ Կսիրես։ Դժվար։ Հանգիստ։ Թող ձեռքս։ Այնի խոսում ենք։ Դու ինձ հիմա կնստես ավտոն ու իրար հետ կգնանք։ Եթե չէ, ուժով կնստացնեմ։ Քո հետ եմ, չես լսում։ Դու հասկանում ես, որ ուրիշ լյուբոյ դեպքում ուրիշ աղջիկա հետ մազերից քաշ տալով կտանեի ավտոն։ Իսկ հիմա չեմ անում ու դու ուզում ես թողնես գնաս։ Լսի, ես քեզ ուրիշ կերպ եմ վերաբերվում։ Լսի, արդեն բացատրեցի։ Ինչ բացատրեցի, որ չես սիրում։ Հա։ Ու ինչ։ Լսի, մի գոռա, հանգիստ խոսա։ Չէ, սենց չէ լավ։ Անմիջի։ Նարեկ ես սուր ենք եկել։ Դե մի քիչ սպասես, այ կիմանաս։ Նարեկ։ Պետքա մեքենայի մեջ ստորագրի թղթերը։ Չեմ հասկանում, չէ կարող սպասել։ Չէ, Նարեկ, չենք կարող։